Ահան, հիմա արդեն կարաս հանգիստ գնաս, հասանք, վերջ։ Հիմա ոնց ես, փոփոխություն կա թե նույնն ես։ Չէ, լավ եմ արդեն, ապրես։ Դե դու էլ գնա, որ չմրսես ու նորից չսկսես բողոքել։ Ուր ես գալիս։ Համոզվեմ, որ տուն ես մտնում, հետո գնամ։ Լա թու երեխա չեմ, ես տեղից հաստատ էլ ոչ միտեղ չեմ գնա։ Համել ցուրտ է, ես էլ սկսեցի մրսել։ Գնա տուն, թե չէ կասեմ, որ ստեղ այսօր պահակ աշխատես։ Պատկերացնում ես, ինչ ցուրտ է։ Թող հետդ բարձրանան վերև, հետո ինչ ուզես կանեմ։ Դե արի բարձրացի, որ պապայի հետ միասին ինձ համար մի հատ մեծ խնդիր ստեղծեք, չէ։ Դե պարապենք, էլի մնացել, մի քիչ զբաղվենք։ Սիրում եմ քեզ։ Ինչ մարդ է։ Յա, ոնց կարող եմ մայրանալ ցանկացող աղջիկը սենց իրան մռաչնի ու վատ պահի։ Հենց մի հատ բարձր տրամադրությամբ ասում ենք ալո։ Ինչ ա եղել։ Քեզ լավ նորությամբ եմ զանգել։ Ինձ համար էլ ոչ մի նորություն չի կարող լավը լինել։ Չլինի փոշմանել ես, չես ուզում մայրանալ, հղիանալ Վլադիկից։ Ես ուզում եմ, որ Վլադն ինձ սիրի։ Կսիրի, եթե երեխա ունենաս, կսիրի։ Իսկ ես քո պես վստահ չեմ։ Կարող է դու ինձ խաբում ես։ Բայց ինչ ապերախտ աղջիկ դուրս եկար։ Ուրեմն ես քեզ համար այդքան բան անեմ, ու դու հիմա սենց շնորհակալություն ես, հա, ինձ հայտնում։ Եթե երեխուն էլ ունեցա ու Վլադի սիրուն չարժանացա, դու պատկերացնում ես ինչ կլինի ինձ հետ։ Ես իմ վերջը կտամ։ Ուրեմն երեխային ունեցիր, տես մի հատ ինչ ա լինում, հետո նոր քո վերջը կտաս։ Առանց ունենալու ինչ ես տենց բաներ մտածում։ Ինչ պիտի ինձ ասեիր, որն է քո այդ լավ լուրը, որ զանգել ես։ Ուրեմն լսի, նորությունը հետևյալն է։ Բուժքույրը զանգեց։ Վլադի մոտ անալիզները մաքուր են, ոչ մի ինֆեկցիա չի հայտնաբերվել։ Ափսոս, եթե հայտնաբերվեր, Վլադիկս կմեռներ։ Ես էլ իրանից հետո հանգիստ կմեռնեի, ու ինքը ոչ մեկին չէր հասնի։ Անխելք աղջիկ, այդքան էլ ասում եմ։ Վլադի մոտ ամեն ինչ կարգին է, անալիզները մաքուր են։ Հետևաբար մենք քեզ հանգիստ կարող ենք տանել բեղմնավորման։ Դա չէր ուզածդ։ Ուր ես գալիս։ Համոզվեմ, որ տուն ես մտնում, հետո գնամ։ Լա թու երեխա չեմ, ես տեղից հաստատ էլ ոչ միտեղ չեմ գնա։ Անհանգիստ եմ ես քո համար։ Չեմ ասել, այդքան ներսու դուրս մի արա։ Չեմ հիշում ինչ եք ասել, բայց եթե ասել եք, անպայման նկատի կունենամ։ Ես չդիմացավ աղջիկս, հա։ Մի անգամից տեղեկացրեց, որտեղ ենք ապրում։ Եթե չեք հիշում, կարամ հիշացնեմ։ Ձեր այս տուն տեղափոխվելու առաջին օրը ես ձեզ բռնացրի ներքևում։ Դու դավայ ստեղից եղար, քան չեմ բռնեմ մազերդ քաջալացրել։ Ձերի նման։ Չէ, մերսի ցուրտ է։ Ամառը կարող է։ Դավայ եղար ստեղից։ Կկանչեք Ադոնային։ Չէ։ Բայց տանն է, չէ։ Գարա քեզ ինչ։ Հիմա տանն է, թե չէ։ Գարա չես հասկանում, ասում եմ քեզ ինչ։ Ձեր շահերից է բխում, որ Ադոնեն հիմա տանը լինի։ Թե չէ ինչ։ Ուրեմն իրան պետքա փնտրել Ալիք Սեթրակիչի մոտ։ Երևի կարիք չկա, չէ, հիշացնելու ով է Ալիք Սեթրակիչը։ Ինչ եք անում, մի արեք, մորս կանչեք։ Հանգստացիր, դու արդեն լավ ես, վախենալու բան չկա։ Ես չեմ ուզում մեռնեմ, վախենում եմ մեռնեմ, մորս մենակ թողեմ։ Քո մոտ սովորական մրսածությունն է, ուղարկի չհետևելու հետևանքով կտրուկ ջերմությունը բարձրացել է։ Քեզ հանգիստ պահ, հիմա ներարկում կանենք։ Բժիշկ, հաստատ վախենալու բան չկա։ Չէ, հուսանք բարդություններ չեն լինի։
գիտեիր, ոնց թողեցիր, որ աղջիկս մենակ գա։ Եթե թողնեի մենակ գար, մինչև դրան մոտ չէի հասցնի։ Ում է պետք է բերել է։ Ում է պետք է բերել է։ Երբ որ աղջիկս թողել գնացել է։ Ինձ իրան գցել է փորձանքի մեջ։ Ինձ է պետք է փորձանքի մեջ։ Ես հիմա գնամ Ալիքի մոտ, եթե Ադամյանն դեղ է, ես իրան տուն կբերեմ։ Դու ոչ մի տեղը չես գնամ։ Իմ աղջկա հետևից ես պետք է գնամ։ Ու ինձնից ձեզ խորհուրդ, եթե ինչ-որ բան կա, որ Ադամեն պետք է իմանա, ավելի լավ է ձեզնից իմանա, ոչ թե ինչ-որ Ալիքներից։ Լսի քեզ այդ ջահել ինչ եմ ասում, գնա ուրիշներին խորհուրդ տուր։ Ու մի ինձ ասա, թե ես ոնց վարում եմ աղջկա հետ։ Մոռացել ես դու ոնց ես վարվել։ Լավ, հիմա ինձնով զբաղվելու ժամանակը չի, ավելի լավ է գնացեք Ադամյանին տուն բերեք։ Ինչ-որ շատ վստահ չես, որ Ադամեն Ալիքի մոտ է։ Հա, որովհետև պատճառներ ունեմ։ Ես խոսացել եմ իր հետ ու գիտեմ իր ապրումները, հասկանում եմ ինչա մտածում, ինչա ուզում։ Կարամ ես տանեմ։ Գնա, արա, ոտի տակ մի երեք։ Վայ թաղեմ քո գլուխը, սրա վիճակը, սրա ֆասոնը, լսի вообще քեզ դու թողել որ դու էֆիր դուրս գաս, վայ լեզուսը չի պատտվում, հա, դու вообще եթերի բան ես, աղջիկ ջան, դու գոնե քեզ տեսել ես, հա, թոբոտ է տեսել ես, գրող ես արել որ տեսել, որ դուրս գայր, էֆիրը գոնե մեկ ասել որ դու եթերի բան ես։ Հիմա ում գլուխն ես թաղում, հիմա ում հերթն է։ Լսի գոնե մի հատ ձեն հանեիր որ եկել ես։ Հանեցի, որ կդրեցի քեզ ես կոմենտ գրելուց։ Համբուրի մի հատ ձեռքս, որ սիրտս հովանա, նյարդեր ես հանգստանան, ու նստի երկու բան ասա, որ գրեմ։ Լսի, ախր ոնց չգրեմ սիրտս կկամ, յալը սրա փոսուն է նայի։ Վայ մամա ջան, ուժս, կատաստրոֆա է այս աղջիկը ասրածին։ Բուշոկ, ոնց չեմ սիրում ես քո սիրած գործը։ Ախր դու պիտի հասկանաս, որ սիրես իմ գործը ես սիրած։ Լսի, դու պատկերացնում ես, եթե ես այս գործով չզբաղվեմ, եթե ես իրանց պորտը տեղը չգտնեմ, այս իմ անելով։ Դու պատկերացնում ես քաղաքում ինչ կկատարվի։ Ինչ։ Դուրդոմ։ Բուշոկ։ Լսի, դու տեսել ես ում վրով ես այս կոմենտները գրում։ Հասկանում եմ, բա ինչ եմ անում։ Տեսնում եմ։ Ես շատ լավ գիտեմ ում վրա ինչ եմ գրում։ Ես լրիվ ցնդած եմ։ Բա ասում ես որ սիրում ես դրան, որ լավն է, որ լավ գործեր է անում։ Լսի, լավ մարդ ինչ կապ ունի։ Դու տեսել ես դրա վիճակը։ Շրթունքները նենց է լցրել, էլ չասեմ ինչի անեմ անվել, մարդուց էլ բաժանվել, ասեմ ավելին։ Տոդե քեզ ինչ ուզում անում այ մարդ, իր կյանքն է, ինչ կուզի կանի, քեզ ինչ։ Դու ուզում ես մարդուց բաժանվի, իր բերանն է, ինչքան կուզի կմեծացնի։ Դու մի հատ էլ ապօրինի երեխա կունենա, դու քեզ ինչ։ Կոծիկ, ոնց թե ինձ ինչ։ Սա ամեն օր էֆիրա դուրս գալի, հենց սրա վիճակը մի հատ նայի էլի, խնդրում եմ։ Սա մեր երեխեքին ինչ պիտի սովորեցնի, սա տեղով մեկ այլասերում է տարածում, դու հասկանում ես։ Այ մարդ քեզ քո քիթը խոթում է մարդկանց կյանքի մեջ։ Իրանք խառնում են քո կյանքի մեջ։ Ինչ ես ուզում այդ մարդկանցից։ Համել ինչ այլասերում են տարածում, ես ինչ են տարածում։ Այդ մարդը ոչի պրոպագանդում, ոչի ասում դուք էլ իմ նման ապրեք։ Կոծիկ, դու բան չես հասկանում դուրս տա խա երախոսած։ Լսի որ սա արդեն կա էֆիրում, այդ արդեն շատ վատ է։ Համեմ մի րոպե։ Ինքնովա որ իմ կյանքով էլ ապրի։ Դա բուշոկ։ Դու ես խմողը չես։ Այ, դու մենակ կարաս գիտես ինչ անես բուշոկ։ Այդ հայտնիների կյանքը թունավոր ես։ Քիթդ խոտես դրանց կյանքի մեջ։ Ավել ես թվում է իրանք քիչ են կարդում քո կոմենտները։ Չես դաժե եթե կարդում են, ես թվում է լավ վրեդ հրհրում են, չէ։ Ինչ ես ասում կոծիկ։ Լսի որ ես չլինեմ սրանցով պիտի հիշի այդ ցավը տանեմ։ Սրանք որ ուզում ես իմանաս ինձ փող պիտի տան, որ ես իրանց վրով գրում եմ։ Բուշոկ, ես էլ եմ այդ ասում եմ։ Լսի, դու դրանց PR մենեջերն ես դառել, սա ու դրանց մասին ես խոսում։ Εσύ կավա դրանք քեզ փող են տալի, որ իրաց մասին գրես էլի, որ այնքան փող, որ վատ բաներ գրես, որ լիքը մարդ դրա մասին կարդա։ Թե չէ որ լավ բան գրես, ոչ չեն կարդա։ Լսի կոծիկ, բայց
այդ փողի մոմենտով ինչ լավ բան ասեցիր։ Դու գիտես, ես փող շատ եմ սիրում։ Թե ես հոգնածների համար այդ ցավը տանեմ, սաղորի հոգնում եմ։ Ինչ ասեցիր, մոռացա PR մենեջեր, հա, շատ էլ լավ սիրու խոսք է։ Ես շատ լավ կարամ աշխատեմ, իմ մոտ լավ ստացվում է։ Մի րոպե, բայց ում PR մենեջերը լինեմ։ Ինձ զզվում եմ չեմ լինի։ Սրան, Բուշոկ, մի հատ խորհուրդ։ Տես ումից ես ավելի շատ զզվում։ Դրանն էլ եղի։ Մտածում եմ, գոյցիկ։ Նայնի, չէ, էսի սրանցից է, զզվում եմ դրանցից, բայց ումը կարամ լինեմ, որ փողը շատ լինի էլի, թնդա կաղաքով մեկ։ Չամով էր։ Թթու էր, հիշեցի են թթվաշին։ Ինչի են մարդիկ սենց պրիմիտիվ, ախրդ երկունքն ենքան բարդ բանա, ինչի է տենց բարդ երևույթից պրիմիտիվություն ծնվում, հա, սարմանալի բան այ մարդ, սարմանալի, ինչ նոր տարի է ինձ սպասվում, դեռ չգիտեմ, բայց մինչ մեկնել ես պետք է սաղ գործերս մաքրեմ, նոր գնամ, որտեղից ես քեզ գտնեմ այ պալաչ, իսկ ավելի շուտ, ինձ դու ես պետք, դու, աղջիկ ջան, դու, ասա ինչ է, ասա թող ներս կա, ոնց ենք իրար զգում, չէ, չկասեց բան, ոնց ենք իրար զգում, Սպասում էիք։ չէ, ուղղակի ուզում էի քեզ տեսնելու, Ու տեսակ։ հա էլի, գույր չեմ տեսա, արի նստի, սեանեին։ Հուսամ, որ այսօր մեզ ոչ ոք չի խանգարի։ Ու մենք մեր զրույցը ավարտին կհասցնենք։ Հուսանք, որ նախկին պեսաս ներս չի գա։ Գիտես, չէ, աղջիկս դրան թողեց։ Անցնենք բուն թեմային։ Լակոնիզմի սիրահար ես ոնց երևում է։ Բայց իրականում ես եմ շտապում ու դեռ ահագին բան ունեմ հասցնելու։ Մերսի, որ այսքան զբաղված լինելով ինձ ամենայն դեպս ընդունեցիք։ Չէ, չեղավ։ Ես շատ հարգանքով մարդ եմ։ Մանավանդ երբ խոսքը գեղեցիկ սեռին է վերաբերում։ Գուցե սկսեք։ Սկսենք նրանից, որ ես շատ լավ եմ ճանաչել քո ծնողներին։ Լավ մարդիկ էին, հատկապես մայրդ, շատ համեստ, քնքուշ կին էր, շատ։ Չնայած դու մի քիչ ագրեսիվ ես, բայց այսօր խաղաղ ես, այսօր հանգիստ ես ավելի։ Ինչի ես լռում։ Ուզում եմ, որ արագ խոսեք։ Հա, չես համբերում։ Ասեմ, որ պապա թշնամիներ չուներ։ Այսինքն ինչ եմ ասում այսօր, ով թշնամի չունի որ, բայց մարդիկ միշտ սխալվում են, թշնամիներին փնտրում են այնտեղ, որտեղ որ նրանք չկան, մինչդեռ թշնամիները շատ ավելի մոտ են։ Եվ ով էր պապայիս թշնամին։ Ես վստահ եմ, որ դու էլ ես էլ շատ լավ ճանաչում ենք այդ մարդուն։ Հետո։ Ինչ հետո։ Շարունակեք։ Ես ես ուշադիր լսում եմ։ Ինչ շաղումք հանեց ձեր պատմությունը։ Մանավանդ որ դեպքից հետո դու անհետացար։ Բոլորին հետաքրքրում էր, բա դու ուր ես։ Եթե քեզ էլ են սպանել,
դիակը ուրա։ Ինչ դեր պետք դիակը տանելը։ Մամայի տաչկերն են։ Հետո Բոլորը խոսում էին, որ դա ինքնասպանություն էր։ Բայց մենք որ մոտ էինք հորդ հետ, ու գիտեինք, որ նա պատճառ չուներ ինքնասպանության։ սպանել են։ Իհարկե։ Լավ չես։ Ասում եմ լավ չես։ Ջուր բեր։ Պետք չի։ Շարունակեք։ Ալիքս էտրակի չես չէ։ Դուրս արի։ Ախրանային կանչեմ։ Դուրս արի։ Եկեք նստենք։ Միասին կեզրափակենք մեր զրույցը։ Ես պարզ մարդ եմ, չեմ սիրում հետևից գործել։ Ապրես աղջիկ ջան, որ եկե հասել ես ստեղ։ Պապ։ Բայց նոր արդեն մոնտե էիր ասում։ Ես գիտեիր, որ Ադամն գալու է մոտս։ Դրա համար ես շնչակատուր հասել ստեղ։ Եթե գործում էի դրա համար եկա։ Աղջիկ ջան, որ տնից դուրս ես գալիս, մի հատ ասած զգուշացրու, թե ուր ես գնում, թե չէ ինչ իմանաս, կարող է գամ ու հանկարծ խանգարեմ։ Ադամը, շարունակենք մեր զրույցը։ Թե խանգարում եմ, կարող եմ դուրս գալ, աղջիկ ջան։ Չէ, պապա, մենք հիմա միասին դուրս կգանք։ Չէ։ Ես ասացի չէ, որ գնում եմ աղջիկ ջան։ Ու դու էլ ինձ կարող է ընդհանրապես չտեսնես։ Այ միջալուց Լևը աղբերդ գիտի, որ ինքը երեխա ունի, որին դու կորցրել ես։ Ինչ երեխա մոնտե։ Զառանցում ես։ Չէ, ուղղակի հիշեցի, որ Լևը երեխա ունի։ Ու մեր հանդիպման ժամանակ ինքը հասկացա, որ տեղյակ չի։ Դե լավ, գնամ ձեզ մենակ թողեմ։ Ինձ հորդ մենակ թող։ Երբեք։ Ադանը դուրս արի։ Ես էլ ցանկություն չունեք շարունակելու։ Ինչ կար ասացի։ Ասացի, որ ծերունդ սպանել են։ Վերջ, ավել բան չունեմ ասելու։ Ասածը դու կհասկանաս, եթե երկար մտածես։ Լսի, քեզ ինչ եմ ասում։ Եթե դու այս մասին բերան բացել ես, ես քեզ կնստացնեմ, ու այս աղջիկը ոչ թե քեզ կատի, այլ գուցե նաև սպանի։ Դու ամի լսի, ես քեզ ինչ եմ ասում։ Եթե դու ավել բան ասես այդ աղջկան, ես քեզ չեմ նստացնի։ Դու գիտես, թե ես քեզ ինչ կանեմ։ Ես են մարդը չեմ, ում կարելի արհամարել։ Ես էլ են մարդը չեմ, ով կարող է քեզ արամարի։ Դե լավ է, որ այդպես է։ Դուրս եմ գալի ու բարձրանում եմ փոխվեմ։ Ուր ես գնում։
Իմ այսօրվա պարագայում երկու տեղ կա գնալու։ Մեկ գերեզմանոց, մեկ էլ հայրական տուն։ Ու ստացվում է մի բան։ Հասնում ես ուզածիդ։ Որ այսպես շարունակեմ, կարծում եմ կհասնեմ։ Դե որ գնալու լինես ինձ տեղյակ բայի։ Հիմա էլ հենց ուզում եմ գնամ։ Նորից գերեզմաններ։ Չէ։ Հայրական տուն։ Գնամ այնտեղ, որ իմ անծանոթ ծանոթներին հանկարծակի բերեմ։ Չհասկացա։ Ուզում հասկանամ հետո գալի մորս գերեզմանին։ Արդյոք մեր տուն գնացողը նույն մարդն է, թե էլի բարեկամներ ունենք։ Ես էլ եմ գալիս։ Իմաստը։ Հենց այնպես, պարզապես ցանկություն կա։ Ինչ, բոլորին հեռու ես պահում քո անձնականից, այդ թվում և ինձ։ Չէ, չկա տես բան։ Խնդրեմ, եթե ուզում ես, ցանկություն ունես, ես պրոբլեմ չեմ տեսնում։ Ուղղակի պետք է ասեմ, որ այնտեղ բան չունեմ անելու ու չեմ ուզում քո մոտ անլուրջ մարդու տպավորություն թողնեմ։ Գնալու եմ այնտեղ ու սպասեմ։ Պարզ է, ես քեզ հասկացա ու էլի մի անգամ ասում եմ, ես գալու եմ քեզ հետ։ Խնդիր չեմ տեսնում։ Հա, գնանք։ Ճանապարհին էլ կպատմեմ իմ ու ընկերուհուդ հոր հանդիպման մասին։ Ումա պետք է բերել է։ Ումա պետք է բերել է։ Երբ որ աչքից թողել գնացել է։ Ինձ իրան գցել է գործանքի մեջ։ Չէ, ես իսկապես մեղավոր եմ։ Չպետք է ադանային բաց թողնեի։ Ուր ես գալիս։ Համոզվեմ, որ տուն ես մտնում, հետո գնամ։ Լոթ երեխա չեմ։ Ես տեղից հաստատ էլ ոչ միտեղ չեմ գնա։ Երեխու պես խաբեց, մատներին պարացրեց։ Ինքն իր ասածին եղավ։ Վայ, վլադ, վայ։ Սիրահարվել միամիտ ես դառել, արագ ու հեշտ ես հավատում։ Բայց ոչ բոլորին։ Մենակ նրան, ում սիրում ես։ Չէ, հիմա չեմ զանգի։ Թող երա հասնի հերու աղջիկ իրանց հարցերը պարզեն, որից հետո կխոսենք։ Հələ պիտի պատասխան տա ինձ խաբելու համար։ Շնորհք աղջիկ։ Գիտի սիրում եմ արդից օգտվում ա, ոնց ուզում հետ ես վարվում։ Ու սենց մինչև երբ ու մինչև որ ենք սենց դուր քայլելու։ Դուք տես ես ինչքան եմ վիրավորված քեզնից։ Ու այս իրավիճակի փրկությունը լռությունն է։ Դե նեղացել ես, որ քեզ չեմ ասել, թե ուր եմ գնում։ Ոչ միայն։ Դե եթե տենց վերցնենք, ուրեմն դու էլ ինչ շատ բան չես ասել, պապա։ Դու ինձ միշտ խաբել ես։ Ինձ համար նորություններ նույնիսկ, որ դու այդ մարդուն ճանաչում ես։ Մեծ բան չես գործել, աղջիկ ջան։ Չէ, պապա։ Իսկ ես կարծում եմ, որ ես շատ բան եմ կորցրել։ Եթե Ալիկն է քեզ ասել, ուրեմն գնա Ալիկի մոտ ու կորցրածդ վերականգնի։ Դու բացի իրան լավ ճանաչելը, նաև շատ երկար ճանապարհ ես իր հետ անցել։ Խորը պատմություններ կան ձեր ծանոթության մեջ, պապա։ Ինչու ես ինձ մեղադրում։ Ես? Ես ոչ մի բանում քեզ չեմ մեղադրում, պապ ջան։ Բայց այդ մարդը քեզ բացահայտ մեղադրում էր։ Ասում էր, որ կսպանես ինձ, եթե իմանաս։ Այդ ինչը իմանամ, պապ։ Այ գնա Ալիկի մոտ, Ալիկին էլ հարցրու։ Ինքը կպատասխանի։ Պապա, արի խոսանք։ Արի նստենք ու երկար խոսանք։ Եթե ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ, խնդրում եմ ինձ ասես, ինձ պատմես։ Ես խոստանում եմ քեզ, որ դրանից մեր հարաբերությունները չեն փչանա։ Գնա տուն, հա, չես գնում տուն։ Պարզ է։ Այսինքն դու ինձ էլի բան չունես ասելու։
Լավ, քո կամքն է։ Դու տուն չես գալիս։ Փաստորեն մենակ այդ մարդը չի, հա, քեզ սպառնում։ Դու էլ սպառնացիր իրան եղբոր երեխու հետ կապված։ Ինչ լսել ես, մոռացի։ Ոչ մի բան չես լսել։ Ես էլ այդ տունը, որտեղ ապրել եմ, որտեղ իմ մանկությունն անցել։ Այստեղ էլ վերջ ես դրա նրա կյանքին, չէ՞։ Ուրեմն էլ չարժե ընդհանրապես այս տարածքը ոտք դնել։ Անես չի, որ գալիս եմ այս տարածք նոր եմ հիշում։ Միշտ էլ հիշում եմ ու միշտ էլ մեջս տակն վրա է լինում։ Ինչ ես զգում, երբ գալիս ես այստեղ։ Չեմ իմանում։ Լինում է, չէ՞ որ դժվար է բացատրել։ Հիմա այդ դեպքն է։ Արի գնանք այստեղից։ Անիմաստ էր էլի քեզ տեղ բերել հասցնելը։ Չէ, անիմաստ ոչինչ չի լինում։ Ամեն ինչն էլ ես կյանքում իմաստավորված է։ Գնանք։ Բայց դու պարապ չես, որ ժամանակդ իմ վրա ծախսես։ Ինձ համար քո կյանքը շատ կարևոր է։ Քեզ հետ կապված ամեն հարցի համար ես ժամանակ ունեմ։ Բարև ձեզ։ Ես գտար։ Բայց մեր հարազատին որտեղից գտար։ Այսինքն, չհասկացա։ Փաստորեն դու այստեղ լավ ծանոթներ ունես։ Իսկ այն մարդը էլ երևացել է, որ անցած անգամ խոսում էիք իր մասին։ Վայ բալա ջան, դու էլ ինձ ես խոսացնում, հենա հետդ կանգնած է, գտել բերել ես այդ մարդուն։ Թե այստեղ եք հանդիպել։ Բայց մեկա, ես մնում եմ իմ ասածին, քո դեմքը շատ ծանոթ է։ Մամուլս, ես հիմա ուրախությունից կմեռնեմ։ Ես գաղտնի երկրպագողում եմ։ Մամա, չես լսում ինչ եմ ասում։ Լսում եմ էլի։ Նայի։ Համացրու աչքս։ Հա, ինչ անեմ, որ լաքսա չես տալիս։ Լավն են չէ ծաղիկներս։ Ոչինչ, վատը չէ։ Այդքանը, հա, մամա փաստորեն։ Իսկ ես հետաքրքիր չի, թե ումից են։ Ումից է։ Չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ Ժանուլից ես։ Իսկ ինչից ես ենթադրում, որ Ժանուլից է։ Լավ էլի, մամա։ Ես քո մեջ ոչ մի ոգևորություն չեմ տեսնում։ Ինչ ես ինձ կոտրում։ Քանի կար դու կերազեիր, որ ես ինչ-որ մեկից սաղիկ ստանայի, իսկ հիմա… Մոնիկա, տրամադրություն չունեմ, աչքիս բան չի գալիս։ Իսկ իմ աչքերը, մամ, լուսավորվել են այս սաղկի փնջից, բայց քեզանից խիստ նեղացել եմ։ Սովայ։ Ես ուզում եմ, որ հենց այսօր ներարկեք ինձ դա։ Հանգստացի մի հատ, Կարմեն։ Այդ ամեն ինչի համար կարգ գոյություն ունի։ Ձև կա, բան կա, այս ինչ ես անում։ Լսի, դու ինձ ոտի ես հանում, հետո թե ձև կա, բան կա։ Գոյություն ունեն հատուկ օրեր։ Ես գիտեմ, հա, այդ հատուկ օրերի մասին պետք չի ինձ հիմա բացատրել։ Ուզում եք ստուգումներն արդեն արեք, հա։ Կանենք։ Որից հետո, եթե արդյունքները եղան այն ինչ որ մեզ պետք է, 2 օրից ներարկումը կանենք։ Ինչ 2 օր։ Դուք կոնե հասկանում եք, որ այդ 2 օրը ինձ համար ոնց որ 2 տարի լինի։ Ես չեմ կարող սպասել։ Կարմենսիտա,
Հանգստություն է պետք ընդամենը։ Գնանք այդ ստուգումները անենք, էլի հենց հիմա։ Էս ինչ անճաշակ ծաղիկներ են։ Էս ինչ է, մամա։ Մութա տղա ջան, չի երևում։ Մոնիկային ուղարկված ծաղիկներ են։ Չհասկացա, մամա։ Էս ով է խելքը հացի հետ կերել իմ քրոջը ծաղիկներ ուղարկի, մի հատ չգա ինձ տենը ասի, զգուշացնի, հարցնի։ Այ տղա, մի հատ սուս մնա է։ Չնայած քեզ ինչ եմ ասում, որ մամա, քո սրտով է էլի, աղջկատ նախդես մեկին պրծնես։ Ես իմ գեղեցկուի աղջկա ձեռքը կրակը չեմ ընկել։ Այնպես թող մատաղ անեն, որ իմ երեխու պես երեխա պիտի իրանց տուն տանեն, եղավ։ Ես չեմ ասում մատաղ անեն, թե ինչ անեն, ինձ ես անճաշակի անունն է պետք իմանալ։ Վայ, անունը չգիտեմ, գաղտնի երկրպագու է, ինչ ա եղել։ Գաղտնի երկրպագու, կարող եմ մենք գնանք միջև գանգստեղ հասնենք, տենց մի հատ էլ գաղտնի երկրպագու դու գտնես, մամ ջան։ Վատ միտք չէր։ Ինչի՞ չէ, որ ինչ ա եղել։ Եթե հերդ մոռանում ա, որ կին ունի, ես էլ կմոռանամ, որ ամուսին ունեմ։ Չէ, դու ուզում ես ես չգնամ, մնամ ստեղ, հա, մամա։ Չէ, գնացեք, հանգիստ գնացեք, բալես։ Քո առողջությունն ինձ համար ամեն ինչից վեր է։ Մամ ջան, Հաճա։ որ ճիշտն ասեմ, իմ սրտով էլ չի, որ առանց քեզ պետք է նոր տարի դիմավորեմ։ Հորս արև, քո արև։ Պրոստը այս անճաշակի անունը ես իմանալու եմ։ Այս ընկերուդ որտեղից է իր գտել։ Ընկերուհիս։ Ստեղ ապրում։ Միշտ ստեղ ապրը։ Այժմ վաղտ որ ջահել ենք, հիշում եմ, ածականը թերթ էր։ Ասում էին, եթե մի բան ես ուզում իմանաս, գնա Մարետի մոտ։ Մարետ։ Հա, Մարետ։ Այդ ոնց որ քեզ էլ հիշեց, հա։ Հա։ Ուրեմն լավ հիշողություն ունի։ Այդ մեզ տարիքն ինչ անում։ Տեսնես ինձ ում հետ խառնեց։ Մենք որ մեծանանք մենք էլ ենք ընկնելու սրահովին։ Խոսած էլի։ Քո ասած տարիքի իրանն ասել է։ Հասկացար չէ քեզ ում հետ խառնեց։ Այն մարդու հետ ով բարբերաբար գալիս է մեր տուն։ Հա։ Ոչինչ։ Բվայդ։ Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի սենց ծիծաղելի իրավիճակում հայտնվել։ Հա, ահագին ծիծաղացինք։ Բա։ Ֆու, մեն ինչ վր ես աստում է։ Ես բերանբաց մարդկանց հետ աշխատում եմ չշփվել։ Իսկ եթե այդ բերանբացը քո սիրելին, հա։ Գիտես ինչ, Վլադ, ես շատ կատաղած եմ։ Նես որ լավ կանես հեռախոսը ցած դնես։ Տենց համ ես քշեմ, համ դու։ Կյանքս ես սիրում եմ, երբ դու կատաղում ես։ Բայց ասեմ, որ մենակ դու նեղացած չես։ Ես էլ եմ նեղացած ու շատ։ Այդ դու ինչ ես նեղացել, որ։ Մեկը դու քո վատ գործն արդեն արել ես։ Խանգարեցիր, որ այդ Ալիկը այդքան սպասված խոստովանությունն աներ։ Փաստորեն պապատ ժամանակին հասավ։ Ես գոհ եմ, գիտես ինձնից։ Վլադ, հաջող։ Իսկ նեղացած վիճակդ երբ կանցնի։ Չի անցնելու։ Անջատի հայ հեռախոսը։ Չէ, կյանք։ Ասա երբ կանցնի, որ իմանամ երբ զանգեմ քեզ։ Հաջող, հա Վլադ։ Պապային զանգի։ Դուք հիմա իրար հետ լավ էլ լեզու եք գտնում։ Շուշպարեց թողեց։ Բայց ոնց եմ ես քեզ սիրում։ Կիշ։ Ձեր մարդիկ ունեք հաստեղ։ Ինչ լինում է իմանում եք։ Ինչ համար լակոտ ես դու։ Ինչի ես ամեն ինչից հրաժարվում։ Այդենց եմ ուզում։ Ում ես ինադանում։ Ոչ մեկի։ Ես քեզ դուրս կբերեմ այստեղից։ Չեմ մոռացել խոստումս, բայց մի քիչ ամփերի, ժամանակ է պետք։ Ես ձեզ ուրիշ խնդրանք ունեմ։ Ասա։ Այդ ձեր ընկերն ու իմ հոպարը աչքիս մոռացել է իմ գոյության մասին ու նպատակ էլ չունի ինձ օգնելու։
Դու մոռացիր նրան։ Սրանից հետո ես եմ զբաղվելու քո խնդիրներով։ Կարող եք մամայիս գտնել ու նենց անել, որ թողեն մտնի ստեղ, ուզում եմ տեսնել իրեն։ Հա, բայց ուրիշ ինչ ես ուզում, ասա։ Ուզում եմ հորս էլ գտնեք։ Եթե կա, եթե սաղա ուզում եմ գտնեք իրան։ Ոնց կսատկացնեի քեզ, Ալիկ։ Արի դու էլ ինձպես մտածիր, որ նա չկա։ Եթե լիներ, դու հաստատ այստեղ չէիր լինի։ Կա, ես գիտեմ, որ ինքը կա։ Ուզում եմ տեսնել իրան։ Ոչինչ չեմ ասում։ Այն ինչ պիտի ասեմ, դու արդեն գիտես։ Այն ինչ պիտի խնդրեմ, միայն քեզնից կարող եմ ստանալ։ Պահա եղել, որ մենք իրար կորցրել ենք, բայց նորից հետևել եմ քեզ, գտել եմ, որ փրկվեմ։ Միջալուց Լևը աղբերդ գիտի, որ ինքը երեխա ունի, որին դու կորցրել ես։ Ինչ երեխա Մոնթե։ Զառանցում ես։ Չէ, ուղղակի հիշեցի, որ Լևը երեխա ունի։ Ու մեր հանդիպման ժամանակ ինքը հասկացա, որ տեղյակ չի։ Ես աննորմալ չեմ։ Ես շատ էլ նորմալ եմ։ Իրական մին շրջապատող մարդիկ իրենց գաղտնիքներով ուզում են ինձ գժվացնել։ Բայց այդ իրաց մոտ չի ստացվի։ Ալո։ Ժան, բարև։ Գիտես ես պահին ինչ եմ անում։ Լսի կարողան հարմար պահի զանգեցի։ Չէ, շատ ճիշտ պահի ես զանգել։ Շատ հարմար պահի։ Հենց հիմա մոմ եմ վարում քեզ համար։ Կարող ես երազանք պահել կամ էլ Աստծուց խնդրել այն, ինչ կա հոգումդ։ Դե, ես Աստծուց խնդրելու ընդամենը մի բան ունեմ։ Ինչ լավ է զանգեցիր, ես էլ լուրջ չունեի քեզնից անհանգիստ էի։ Ուզում էի իմանալ ոնց ես, ինչով ես զբաղված։ Թե ինչով եմ ես հիմա զբաղվում, հենց իմանաս դու էլ ինձ կսկսես քննադատել։ Նորից անցյալդ ես փոր բերում։ Ու ոնց որ, իմ անցյալի հետ ուրիշների անցյալն էլ աջերի երես դուրս գալիս։ Պապայիդ նկատի ունես։ Դե, այս պապայիս, իսկական պապայիս, քո Լևին, իր աղբորը։ Ու գիտես ինչի է այս ամենը խճճված, որովհետև իրանք բոլորն իրար հետ կապ ունեն։ Ու իրանց ինչ որ պատմություն է կապում։ Ադանը այդ արդեն նորություն չի։ Իսկ այն որ քո Լևը երեխա ունի, այդ նորություն է, թե այդ էլ արդեն նորություն չի քեզ համար։ Ժան։ Ժանո։ Լևը երեխա ունի։ Հաստորեն նորություն էր հայտը քեզ համար։ Ուրեմն չարժեր քեզ ասել։ Շատ էլ արժեր, հələ մի հատ նորից ասա, որովհետև կարող է կասկածեմ ինքս իմ լսածին։ Լևն երեխա ունի, Ժանո, որին իր հրեշ աղբերը կորցրել է։ Արապ չես մնում, էլի Վալեր։ Ես կյանքում պիտի ամեն ինչ հասցնես, ամեն ինչ։ Այսքան փողը ում համար ես դիզում։ Առազերված, որ Ալիկի խնամին ես եղել։
Մեր մեջի անտակտը մենակ Ալիկն էր։ Դե որ երեխա բան չունես, դրա համար եմ ասում։ Ուրիշի ընտանիքը մութ անտառ է։ Պետք չի դրա մեջ խրվել։ Ճիշտ ես։ Դու են ասա։ Լևին ֆուկ անելու ծրագիրը քեզ դուր գալիս է, թե էլ ինչ որ սխալ բաներ կա։ Չէ, շատ խելոք ես մտածել։ Եվս նման մի երկու քայլ ու Լևին ֆինանսական առումով լրիվ կկոտրենք։ Գետնովը կտանք։ Հստակ քայլերով առաջ եմ գնում։ Ես էլ քեզ հետ։ Ու մինչև մեր աղբերը գլխի կընկնի, բանը բանից կանցնի։ Ինչ։ Չէ, եղելանա չեմ հասկանում։ Կարող են կնոջ ասածներին հավատացել զորտես լուրջ դեմքով նստել նայի մեզ ինձ։ Բան եմ ուզում ասեմ քեզ, բայց չգիտեմ ինչքանով է ճիշտ ասելը։ Չես զգում, որ լարվածություն ես մտցնում։ Բայց եթե չասեմ, ինձ դողոջան կհամարեմ։ Ասա։ Հետո չեմ կարող աչքերիդ մեջ նայեմ։ Չգիտեմ ինչ անեմ։ Դե ասա։ Դու երեխա ունես, Լև։ Նոր տարվա կատակ է։ Դե նոր տարվան հələ մի քանի օր կա ոնց որ։ Երեխա ունես, որին աղբերդ կորցրել է։